Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստ Նարեկ Հակոբյանն այսօր դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման։ Անցած տարի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններից մեկի հետույքին ոտքով հարվածելու համար։ Այդպիսի բան ուղղակի հնարավոր չէր, քանի որ ես կանգնել եմ այդ ոստիկանի աջ կողմը մի քիչ հեռու, մի քանի մետր, եւ այդ հեռունը նույնիսկ կարևոր չի, քանի որ նրա ձախ կողմն է վնասվածք եղել, ես ինչքան ուզեի, որ ոտով ուզեի, չէի կարող հենց անել, որ այդ ձախ կողմը աջ կողմից ես վնասվածք հասցնեի։ Այդուհանդերձ Նարեկն առայժմ կմնա ազատության մեջ, մինչ դատավճիռը օրինական ուժի մեջ կմտնի, ակտիվիստը պատրաստվում է բողոքարկել որոշումը։ Մեղադրանքը հենց սկզբից էլ որ կազմվել է, ամբողջովին հիմնված է կեղծ տեղեկատվությունների վրա։ Մեղադրանքի հիմքում բացառապես 3 ոստիկանների ցուցմունքներն են, իսկ ականատես ցուցարարների վկայությունները, թե Նարեկը ոստիկանին չի էլ դիպչել, դատարանն արժանահավատ չի համարել, պնդելով, թե ակտիվիստները շահագրգռվածություն ունեն պաշտպանելու Նարեկին։ Այդ տրամաբանությունը ես չեմ տեսնում առավել եւս, եթե այդպես է, ուրեմն մյուս վկան տուժողը պետքա սոլիդարությամբ կամ ընդհակառակ ուղիղ հրամանով կատարեր իր վերադասյաբանը եւ այնպիսի ցուցմունքներ տան, որոնք համահունչ է այդ վերադասի սկզբանը տված ցուցմունքին։ Ըստ մեղադրանքի Նարեկը ոստիկաններին հարվածել է ցուցարարներից մեկին, Հարություն Աղլամազյանին բերման ենթարկելու ընթացքում։ Մենք իրար հետ կանգնած ենք եղել, ինձ եկել բերման են ենթարկել եւ իբր թե Նարեկը այդ պահին ոստիկանի է խփել, բայց նման բան չի եղել։ Կես տարվա ազատազրկման դատապարտված Նարեկ Հակոբյանի պնդմամբ այսօրվա վճռով դատարանը ոչ միայն իրեն, այլ նաև մյուս ակտիվիստներին է փորձանում վախեցնել։ Ես շատ հստակ եմ տեսնում այդ ուղերձը, քանի որ քաղաքացիական հասարակության ձևավորման ամենաակտիվ փուլում ենք երևի պատմության մեջ, երբ որ նայում են ինչ-որ մեկին քրեական հոդվածով ազատազրկում են, ցույցի մասնակցելու ինչ-որ գործողություններ անելու համար, պարզա որ համ բարեկամները, համ այդ մարդիկ արդեն ինչ-որ ճնշվածություն կզգան իրենց վրա։ Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովի շենքի դիմաց անցած տարվա ցույցերի ակտիվ մասնակիցներից էր նաև Արգիշտիկ Կիվիրյանը։ Բողոքի ակցիաներից հետո բազմիցս ոստիկանությունում, ապա նաև դատական քաշքշուկների մեջ հայտնված իրավապաշտպանը նույնպես վստահ է։ Այսօրվա վճիռը հաշվեհարդար էր։ Այսինքն այդ կերպ դատապարտելով այդ տղային մեսիջ են ուղարկում մնացած ակտիվ քաղաքացիներին, որ եթե դուք մշտապես շարունակեք պայքարը, ապա նման բան կարող է տեղի ունենալ նաև ձեր հետ։ Դա ոստիկանական պետության ձեռագիրն է եւ իհարկե դա կապված է վերջի շրջանում քաղաքացիների ակտիվության հետ։